Նախապատրաստվում է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հերթական հանդիպումը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանը տեսնում է առաջընթացը և ամերիկացի գործընկերների ցանկությունը վերացնել մեր երկրների դիվանագետների համատեղ աշխատանքի համար անընդունելի խոչընդոտները։ Այս պահին քննարկումներ են ընթանում տարբեր ձևաչափերով, այդ թվում տեսակապի միջոցով, ավելացրել է Լավրովը։ Մոսկվան պատրաստ է իր օգնությունն առաջարկել Վաշինգտոնին և Թեհրանին կառուցողական երկխոսություն կառուցելու համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան դեմ է ագրեսիային և հակամարտության ռազմական լուծումներին ու զգուշացնում է Վաշինգտոնին Իրանի միջուկային ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու մասին, քանի որ հետևանքները կարող են աղետալի լինել ողջ տարածաշրջանի համար։ Ի պատասխան Միացյալ Նահանգների առևտրային մաքսատուրքերի Եվրամիությունը կամրապնդի իր ներքին շուկայի միասնությունը, որը կարգավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից, հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոխորհրդարանի նիստում։ Նա հայտարարել է, որ ԵՀ-ն պատրաստել է կոշտ հակաքայլերի ծրագիր, որը կգործի, եթե բանակցային լուծում չգտնվի։ Չինաստանի ներկայությունը Անակլիայում չի տեղավորվում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ, հայտարարել է Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Թրամփը որևէ շահագրգռվածություն չունի, որ Չինաստանը մտնի Անակլիա։ Դա ուղղակի չի համապատասխանում նրանց քաղաքականությանը, ասել է Զուրաբիշվիլին։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութի հարավային արվարձանում 4 մարդ է զոհվել, այդ թվում Հեզբոլլահի պաշտոնյա։ Լիբանանի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ թիրախը եղել է Հեզբոլլահի գործիչը։ Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանեսկ թերակղզում հրաբուխ է ժայթքել։ Նախքան հրաբխի ժայթքումը տարհանվել են մոտակա Գրինդավիկ քաղաքի բնակիչները և հայտնի զբոսաշրջային վայր հանդիսացող Բլյու Լագուն երկրաջերմային առողջարանային համալիրում գտնվող մարդիկ։